Ձեռքերի թեթև դողը շատ մարդիկ համարում են սովորական երևույթ։ Ոմանք ասում են նյարդերից է, մյուսները հոգնել են, իսկ ոմանք ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում։ Բայց բժիշկները զգուշացնում են, որ որոշ դեպքերում ձեռքերի դողը կարող է լինել օրգանիզմի առաջին ազդանշանը, որը չի կարելի անտեսել։ Ձեռքի դողը միշտ չէ, որ կապված է Պարկինսոնի հիվանդության հետ, եւ միշտ չէ, որ այն առաջանում է ստրեսից։ Երբեմն պատճառը կարող է լինել բոլորովին այլ, նույնիսկ այնպիսի խնդիր, որի մասին շատ մարդիկ երբեք չեն մտածել։ Այս տեսանյութում միասին կպարզենք ձեռքերի դողի 5 ամենատարածված պատճառները, ինչպես տարբերել, թե որ դեպքում այն կարող է լինել ժամանակավոր եւ անվնաս, իսկ որ դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի։ Եկեք անմիջապես սկսենք առաջին պատճառից։ Առաջին պատճառ՝ ստրես, հուզմունք եւ ուժեղ լարվածություն։ Ձեռքերի դողի ամենատարածված պատճառներից մեկը ստրեսն ու ուժեղ հուզմունքն են։ Հավանաբար ձեզ հետ է պատահել, երբ կարևոր հանդիպումից առաջ լարված իրավիճակում կամ ուժեղ անհանգստության պահին նկատել եք, որ ձեռքերը սկսել են թեթև դողալ։ Շատերը հենց այդ պահին վախենում են, մտածելով, որ լուրջ խնդիր կա, բայց շատ դեպքերում սա օրգանիզմի բնական արձագանքն է։ Երբ մարդը ստրեսի մեջ է, օրգանիզմը արտադրում է ադրենալին։ Այն արագացնում է սրտի աշխատանքը, լարում մկանները եւ պատրաստում մարմինը արագ արձագանքելու։ Այդ պատճառով որոշ մարդկանց մոտ կարող է առաջանալ ձեռքերի դող։ Սովորաբար այսպիսի դողը անցնում է, երբ մարդը հանգստանում է, բայց կարևոր է տարբերել։ Եթե ձեռքերը դողում են միայն լարված պահերին, հնարավոր է պատճառը հենց ստրեսն է, իսկ եթե դողը լինում է նաև հանգիստ վիճակում, հաճախ կրկնվում է կամ ուժեղանում է, պետք չէ ամեն ինչ բացատրել պարզապես նյարդերով։ Շատ մարդիկ տարիներով անտեսում են այս նշանը եւ բժշկի չեն դիմում, մտածելով, որ դա սովորական հոգնածություն է։ Եթե մինչև այս պահը տեսանյութը օգտակար է ձեզ համար, սեղմեք լայք կոճակը։ Դա օգնում է, որ այս կարևոր տեղեկատվությունը հասնի ավելի շատ մարդկանց։ Իսկ եթե ուզում եք նման օգտակար տեսանյութեր առողջության մասին, բաժանորդագրվեք ալիքին եւ միացրեք զանգակը։ Հիմա անցնենք երկրորդ պատճառին, որը շատերը նույնիսկ չեն կապում ձեռքերի դողի հետ։ Երկրորդ պատճառ՝ արյան շաքարի կտրուկ նվազում։ Շատերը չգիտեն, բայց ձեռքերի դողը երբեմն կարող է կապված լինել արյան շաքարի մակարդակի հետ։ Երբ արյան մեջ գլյուկոզայի քանակը նվազում է, օրգանիզմը սկսում է ազդանշաններ ուղարկել։ Կարող են առաջանալ ձեռքերի դող, ուժեղ քաղցրի զգացում, սառը քրտինք, թուլություն, գլխապտույտ կամ սրտխփոց։ Սա հատկապես կարևոր է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար, հատկապես եթե նրանք օգտագործում են ինսուլին կամ շաքարը իջեցնող դեղամիջոցներ։ Բայց նույնիսկ առանց դիաբետի երկար ժամանակ չուտելը, խիստ դիետաները կամ ուժեղ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը որոշ դեպքերում կարող են առաջացնել նման զգացողություններ։ Եթե նկատում եք, որ դողը առաջանում է հիմնականում այն ժամանակ, երբ երկար ժամանակ չեք կերել եւ անցնում է սնունդ ընդունելուց հետո, արժե ուշադրություն դարձնել դրան եւ խորհրդակցել բժշկի հետ։ Բայց հիշեք, յուրաքանչյուր ձեռքերի դող պարտադիր չէ, որ կապված լինի շաքարի հետ։ Պետք է հաշվի առնել նաև մյուս նշանները եւ ընդհանուր վիճակը։ Երրորդ պատճառ՝ էսենցիալ դող։ Երբ մարդիկ նկատում են ձեռքերի դող, հաճախ անմիջապես մտածում են Պարկինսոնի հիվանդության մասին, բայց իրականում կա եւս մեկ տարածված պատճառ՝ էսենցիալ դողը։ Այս դեպքերում ձեռքերը հաճախ դողում են հատկապես գործողություն կատարելիս, օրինակ բաժակ պահելիս, գրելիս, ուտելիս կամ հեռախոս օգտագործելիս։ Այն կարող է ունենալ նաև ժառանգական բնույթ եւ ժամանակի ընթացքում ավելի նկատելի դառնալ։ Կարևոր է հասկանալ, որ էսենցիալ դողը եւ Պարկինսոնի հիվանդությունը տարբեր վիճակներ են։ Միայն ձեռքերի դողով հնարավոր չէ ինքնուրույն ախտորոշում անել։ Եթե դողը ուժեղանում է կամ խանգարում է առօրյային, ճիշտ քայլը նյարդաբանի դիմելն է։ Չորրորդ պատճառ՝ վահանաձև գեղձի խնդիրներ։
Քիչ մարդիկ գիտեն, բայց ձեռքերի դողը երբեմն կարող է կապված լինել վահանաձև գեղձի գերակտիվ աշխատանքի հետ։ Երբ վահանաձև գեղձը շատ հորմոններ է արտադրում, օրգանիզմի աշխատանքը կարծես արագանում է։ Կարող են առաջանալ ձեռքերի դող, արագ սրտխփոց, քրտնարտադրություն, անհանգստություն, նիհարում, նույնիսկ նորմալ սնվելու դեպքում։ Շատերը դա շփոթում են ստրեսի կամ հոգնածության հետ, բայց երբեմն պատճառը կարող է լինել հենց հորմոնային փոփոխությունը։ Եթե նման նշաններ ունեք, ցանկալի է դիմել բժշկի եւ անհրաժեշտության դեպքում կատարել համապատասխան հետազոտություններ։ 5-րդ պատճառ՝ կոֆեին, դեղամիջոցներ եւ հոգնածություն։ Երբեմն ձեռքերի դողի պատճառը կարող է լինել այն, ինչ ամեն օր օգտագործում ենք։ Մեծ քանակությամբ սուրճը, էներգետիկ ըմպելիքները կամ այլ կոֆեին պարունակող մթերքները կարող են ուժեղացնել դողը, քանի որ ակտիվացնում են նյարդային համակարգը։ Նույնը վերաբերում է որոշ դեղամիջոցների։ Եթե նկատել եք, որ նոր դեղ սկսելուց հետո ձեռքերի դող է առաջացել, պետք է ասել բժշկին, բայց երբեք ինքնուրույն չդադարեցնել բուժումը։ Նաև քնի պակասը, ուժեղ հոգնածությունը եւ ջրազրկումը կարող են մեծացնել նման զգացողությունները։ Ինչ անել, եթե ձեռքերը դողում են։ Առաջին հերթին խուճապի մի մատնվեք։ Ձեռքերի դողը միշտ չէ, որ նշանակում է լուրջ հիվանդություն։ Փորձեք հետևել։ Երբ է այն առաջանում՝ սուրճից հետո, ստրեսի ժամանակ, երկար չուտելուց հետո, թե նույնիսկ հանգիստ վիճակում։ Եթե դողը հաճախ է կրկնվում, ուժեղանում է կամ խանգարում է գրելուն, ուտելուն կամ առօրյա գործերին, անհրաժեշտ է դիմել բժշկի։ Եթե դողը հանկարծակի է սկսվել եւ ուղեկցվում է խոսքի խանգարմամբ, մարմնի մի հատվածի թուլությամբ, ուժեղ գլխապտույտով կամ հավասարակշռության խնդիրներով, պետք է անհապաղ դիմել բժշկական օգնության։ Ձեռքերի դողը կարող է լինել շատ տարբեր պատճառներով, սկսած սովորական ստրեսից մինչև առողջական խնդիրներ։ Ամենակարևորը՝ լսեք ձեր օրգանիզմի ազդանշանները եւ մի անտեսեք այն փոփոխությունները, որոնք կրկնվում են։ Եթե այս տեսանյութը օգտակար էր ձեզ համար, սեղմեք լայք, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ միացրեք զանգակը, որպեսզի բաց չթողնեք առողջության մասին հաջորդ տեսանյութերը։ Իսկ մեկնաբանություններում գրեք, երբևէ նկատել եք ձեռքերի դող եւ որ իրավիճակում է այն առաջանում։ Մաղթում եմ ձեզ առողջություն, էներգիա եւ լավ ինքնազգացողություն։ Հոգ տարեք ձեր առողջության մասին։